12 տարեկան երեխային նայելով մտածում էի ինքը 40 տարեկան է, տղայի դիակը թողելով մեքենայի մեջ։ Ադրբեջանցիները մոտեցել են իրենց եւ ասել են ձեր հղիությունը բավականին մեծ ժամկետ է երևում։ Մամի խորնավչայ տոլի։ Ես Էրմինե Զարգարյանն եմ, մասնագիտությամբ քիթ-կոկորտ ականջաբան, ծնվել եմ աշխարհի սրտում, Արցախ աշխարհի Բերթաշեն գյուղում։ Ես ծնվել եմ գյուղացու ընտանիքում, միջնակարգ կրթությունը ստացել եմ Բերթաշենի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Որակավորվեցի որպես քիթ-կոկորտ ականջաբան, եւ այդ ամբողջ ընթացքում ես հստակ մի բան գիտեի, որ ես վերադառնալու եմ հայրենիք։ Ես փոքր երեխայի պես միշտ տուն էի վազում, ցանկացած հնարավոր առիթի դեպքում ես հետ գնում էի Արցախ։ Եթե մենք կարող էինք ունենալ 3 ոչ աշխատանքային օր, ուրբաթ-շաբաթ կիրակի, ես հաստատ Արցախում էի։ Իմ արմատները ու իմ հոգին այնքան Բերթաշենում է։ Ես այնքան Բերթաշենցի եմ, որ ես հասկացա, որ ես ուզում եմ գնալ ուղղակի տուն։ Կոնկրետ մեր քիթ-կոկորտ ականջաբանության պրոֆիլով ոչ մի տեղորայք հիվանդանոցը չի ստացել, ոչ մի տեղային կաթիլների տեսքով, սփրեյների տեսքով, անտիբիոտիկներ, ոչ մի բան հիվանդանոցը չէր ստացել, որ կարող էր օգնության ձեռք լինել մեզ։ Եվ այդ շրջանում նաև վիրահատական որևէ միջամտություն չէինք կարողանում անել, որովհետև վիրահատության համար անհրաժեշտ հեղուկի ծավալը, տեղորայքը, որ անհրաժեշտ էր անեսթեզիայի համար, անզգայացման համար եւս չէր ստացվում եւ մեր պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվում էր։ Երբ դու հասկանում ես, որ քո մասնագիտությունը արժեք չունի, դու անկարող ես, ոչինչ չես կարող անել։ Դու պացիենտի նշանակում ես դեղորայք, որը պետք է բուժի նրան, բայց պացիենտը չի կարողանում գտնել դեղորայք։ Եվ անկեղծ ես շատ հուսահատության պահեր եմ ունեցել։ Դու գիտես, որ ինքը չի կարողանալու ձեռք բերել այդ դեղորայքը, այսինքն քո միջամտությունը անիմաստ է։ Դու բժիշկ չես, դու չես բժշկում, դու նշանակում ես, բայց դու չես բժշկում։ Եվ սկսել եմ պացիենտների մեջ հայթայթել դեղորայք, երբ օրինակ պացիենտին որևէ դեղ էի նշանակում, բուժման կուրսը ավարտելուց հետո միշտ հարցնում էի, իսկ դեղից մնացել է ձեզ։ Հաջորդ հիվանդին փորձում էի ուղղորդել, որ այն պացիենտի մոտ դեղորայքից հնարավոր է լինել փորձեք ձեռք բերել։ Բլոկադայի վերջին շրջանում բոլորս սկսեցինք ապրել իրար ցավով։ Մենք սկսեցինք նկատել, որ հարևանը նեղության մեջ է, իսկ մինչև այդ չէինք նկատում։ Մենք ուղղակի ապրում ենք մեր առօրյայով։ Ես ամենակարևորը սովորեցի մարդ լինել, օգնել, ընդունել օգնություն, կիսել դիմացինի դժվար պահը ու նաև ուրախությունը։ Դու քո պատուհանից հացի հոտն էիր առնում, բայց գիտեիր, որ գնաց մեկը հերթը չէր հասնի, չէիր էլ իջնում։ Ինչքան էլ գիտակցել եմ, որ դանակը հասել է ոսկորին, ես միշտ մերժել եմ հնարավոր բոլոր բացասական ելքերը։ Չնայած միշտ գիշերը պարկելուց, երբ գլուխը դնում ես բարձին ու մնում ես անկեղծ ինքդ քո հետ, հասկանում ես, որ ամեն ինչ այնքան էլ լավ չի, ինչքան դու ուզում ես լինի։ Մենք բոլորս ուզում ու երազում էինք։ Գաղթը ընդհանրապես չեմ պատկերացրել, անկեղծ եմ ասում, ես չէի սպասում, որ մենք կարող ենք սենց ելք ունենալ, որովհետև միշտ իմ հույսը եղել է հայ ազգը, ու ես միշտ կոչվով ու իմ բողոքով միշտ դիմել եմ հայ ազգին։ Իմ համար մեկ են աշխարհի բոլոր կառավարությունները, ես չէի պատկերացնում, որ կարող էր հայը լռել ու նայել մեր գաղթին։ 19-ին սկսվել է պատերազմը։ Պատերազմը սկսվել է դոկտոր Զարգարյանի համար։ 20 թվականին պատերազմը սկսել էր Հերմինեի համար։ Հույսով լի աչքեր նայում էին ինձ, եւ դա 20 թվականի պատերազմը չէր, երբ հիվանդանոց էին հասնում, արդեն առաջնային մշակում անցած խնամված պացիենտներ եւ մեր գործներ ուղղակի վիրահատական միջամտություն, շատ ստերիլ պայմաններում, բավականին հնարավորություններով վիրահատարաններում, ել չասեմ բուժանձնակազմը ինչ հզոր էր։ Մենք ունեինք Արցախ, ունեինք շրջափակված 9 ամիս շրջափակման մեջ գտնվող հիվանդանոց իր սպառված ռեսուրսներով, ունեինք սպառված օրգանիզմով վիրավորներ եւ ունեինք միայն Աստված։
Սեպտեմբերի 19-ին առաջին մահն էր իմ կյանքում։ Մինչ այդ հիվանդանոցներում ուղղակի ռեանիմացիայում մահ տեսնելը, սպասված մահ տեսնելը ուրիշ է, բայց երբ դու երիտասարդի մահ ես տեսնում, դու բախվում ես քո մանկական աշխարհի, քո պատանեկության, քո կյանքի, ես չգիտեմ, քո ներսում ուղղակի քաոս է լինում։ Հաճախ հիշում եմ այդ դեմքը, այդ աչքերը, որոնք փակվեցին։ Ես ուղղակի ժամանակ չունեցա ապրել դա։ Ես մոտեցա Արստամյան Գրիգորիին, մեր էմերջենսի բաժանմունքի ղեկավարն էր ու ինձ շատ հարազատ մարդ է, մոտեցա, ասեցի մահացավ, ասեց Զարգարյան, անցի առաջ։ Ու իմ էմոցիոնալ դաշտը տեղ բախվեց, ասում եմ, դուք հասկանում եք, ինքը ինչ-որ մեկի հայրն է, ինչ-որ մեկի ամուսինն է, ինչ-որ մեկի տղան է, դուք ո՞նց եք կարողանում ասել։ Ասեց, անցի, դու կարող ես փրկել ուրիշի։ Ու հետո ես սկսեցի ես ծածկել, ես փակել ինչ-որ մեկի աչքերը, ես ինչ-որ մեկին ասացի, ձեր երեխան մահացել է։ Ես բախվեցի մահվանը բաց աչքերով ու հասկացա, որ պատերազմը տաք արյան հոտ ունի։ Պատերազմը իմ համար արկերի ձայնը չէր, զինվորական համազգեստը չէր։ Ինձ համար պատերազմը արյան հոտն էր, տաք արյան հոտ, որը վիրահատարանի արյունը չի, որը դա ուղղակի պատգարակներին մնացած տաք արյան հոտն է։ Մենք արդեն տեսել ենք դժոխք։ Սեպտեմբերի 25-ին ես իմ կյանքի ամենածանր օրն էր։ Ես այդ օրը ծնկել եմ եւ ֆիզիկապես եւ հոգեպես։ Ֆիզիկապես հետո կանգնել եմ, բայց հոգեպես դեռ չէ։ Ես մնացել եմ ծնկած Արցախի հանրապետական հիվանդանոց։ Քիչ էր մեր բուժանձնակազմի ռեսուրսներն են, հիվանդանոցի դեղորայքային ռեսուրսներն են։ Տարհանման լուրեր արդեն կային, որ պատրաստենք հիվանդներին, առաջին իհարկե առաջին բուժօգնության հիվանդները առաջնային պետքա տեղափոխվեն, որոնք կյանքի ցուցումով եւ խիստ ծայրահեղ ծանր վիճակում էին։ Երևի 5-6-ի կողմերը երեկոյան սկսվեց առատ անձրև։ Իմ ծանոթները ինձ բոլորը գիտեն որպես դրամատիկ, ռոմանտիկ տառապող մարդ էլի։ Անձրևը սկսվեց, ես ինձ նայեցի, ասացի, նայեք, անգամ երկինքն է լացում, որ մենք կարող ենք գնալ ստեղից։ Ու այդ ամպրոպ, ես չեմ նոր, այդ կայծակը, այդ ամպրոպը, այդ սելաֆը մեզ կապ տվեցին, որ վիրավորներ են բերում, չէինք սպասում իհարկե նման ծավալ։ Ընդունարան են մտնում 100-ից 150 մերկ տղամարդ, թե ինչպես են իրանք լացում, գոռում ցավից, ու այդ պահին ես միայն փորձում էի պատկերացնել, մի հատ փոքր մատդ վառում ես, անասելի ցավ ես ապրում, չէ՞։ Ինչ ցավ էին իրենք զգում։ Ու մենք, որ անփորձ էի, ու մենք, որ անփորձ էինք, համենայն դեպս չէինք սպասում նման ծավալ, հոսքը անդադար էր։ Ես հիշում եմ, իմ հարազատներից մեկն էր այրվածքներով եկել ու ինքը մոտեցավ ինձ, ասեց, ճանաչում ես, ասի չէ, նստեք հիմա կցավազրկեմ, ասեց, չես ճանաչում, ես ինչն եմ, ասեցի, սենց, մեր համագյուղացիներից մեկը մոտեցավ, ասեց, իսկ եղբայրդ ոնց եղավ, իսկ ես չգիտեի, որ իմ եղբայրը Պայթունի շրջանում է։ Ես ժամանակ չունեի իրեն փնտրելու, որտեղ ես ամեն մտած պալատում տեսնում էի 8-10 զույգ աչքեր, որ ուղղակի լցվել էին այդ պալատ, որտեղ ուրիշ տեղ չկար, հիվանդանոցում միջանցքներով ամբողջությամբ լիքներ հիվանդանոցը։ Ու ես ժամանակ չունեի իմ անձնական հարցերը լուծելու, ես պետք է օգնեի իրենց։ Հետո մոտենում եմ Արստամյանին, ասում եմ, կարողա տեսած լինես եղբորս, ասում եմ, հա արխային վիրակապել տուն եմ ճանապարհել, շատ բան չի եղել։ Ես չգիտեմ ինչպես լուսացրեցի սեպտեմբերի 25-ը, բայց շատ ավելի վատ էր 26-ի գիշերը, երբ սկսեցին մանկական հիվանդանոցից բերել այրվածքներով մարդկանց եւ սկսեցինք ընդունել ոչ մի առաջնային մշակում չանցած պացիենտներ, որոնք մոտավոր 30-ից 40 ժամ արդեն մնացել էին այնտեղ ու ընդհանրապես որևէ միջամտություն չկար։ Բայց մենք պարտավոր էինք, ես հիշում եմ այդ վիրակապությունները,
լոր բժշկի համար այդ ամեն ինչը շատ էր։ Ես չպետք է հեռացնեի վերնամաշկ, պացիենտին տալիս էի սավան, որ ցավի դեպքում ուղղակի կծի այդ սավանը, որ ատամները չկծի։ Ես հիշում եմ այդ երեխաներին, որ 12 տարեկան երեխային նայելով մտածում էի ինքը 40 տարեկան է, չէր կարա իր արտաքինով տարիք որոշեիր։ Ես հիշում եմ աղջիկներին այրվածքներով, ես այդ աղջիկների դեմքերը մինչև հիմա հիշում եմ։ Երևի բժշկի գործում ամենակարևոր ու ամենամեծ գնահատականը դա շնորհակալ աչքեր տեսնելն է, երբ ուղղակի կարող էին ինձ սոցկայքերով կամ թեկուզ զանգահարել ինձ, ասել, գիտեք, մեր տղային դուք եք առաջին բուժօգնություն ցուցաբերել, մենք ձեզ հիշում ենք։ Ցավոք սրտի ունեցել եմ նաև դեպքեր, երբ ինձ գտել են, որովհետև գիտեին, որ ես վերջինն եմ, որ եղել եմ նրանց կողքին, ու ինձ անընդհատ հարցնում էին, ինչ է ասել ամենավերջում, ում մասին է հարցրել, ցավ զգացել, աչի զգացել, դա ամենավատ զգացողությունն է լինել վերջին ինչ-որ մեկի կյանքում, ինչ-որ մեկի աչքերում դու լինես վերջինը։ 23 թվականի սեպտեմբերի 26-ն էր, հիվանդանոց արագ մեքենա բարձրացավ մեր էմերջենսի բաժանում եւ ասեցին, որ ծննդկան է, Շուշիից հետ են վերադարձել, որովհետեւ ադրբեջանցիները մոտեցել են իրենց եւ ասել են ձեր հղիությունը բավականին մեծ ժամկետ է երևում, եկեք տանենք Շուշիում ծննդօգնություն ցուցաբերենք եւ հետո արդեն կգնանք ձեր ճանապարհով եւ այդ սթրեսից ու այդ ամեն ինչից հղի վիճակը վատացել էր եւ ամուսինը պտտել էր մեքենան եւ արագ եկել էին հիվանդանոց։ Բժշկուհին Ավակյան Իրինան էր, ով Աստծուց ուղարկվեց այդ պահին ու իհարկե մասնագիտական փայլուն աշխատանքի շնորհիվ ողջ առողջ եւ մաման եւ ճուտիկը եւ եթե չեմ սխալվում նրանք ուղղաթիռով տարհանվեցին։ Ծնվեց տղա, անունը եթե չեմ սխալվում Արտուր էր։ Մայրապետերը բոլորը ասեցին սա նշան է, որ մենք դեռ վերադառնալու ենք այս հիվանդանոցում, դեռ կյանք լինելու է։ Միայն մահ չէ, որ պիտի գրանցվեր այս հիվանդանոցում։ Հիվանդանոցը ամբողջությամբ տարհանվեց սեպտեմբերի 27-ին, վերջին պացիենտը տարհանվեց եւ մենք եւ շտապօգնության մեքենաներով եւ ուղղաթիռներով եւ մենք հիվանդանոցը հանձնեցինք ռուս խաղաղապահներին։ Իհարկե նրանք այդ ժամանակ ասում էին, որ ադրբեջանցիներ չեն մտնելու հիվանդանոց եւ դա ծառայելու է իրենց համար որպես հիվանդանոց եւ դա երևի հուսադրող միակ մեր կետերից էր։ Իմ տնից հետո ես ամենաշատը հիվանդանոցն եմ կարոտում Արցախում։ Իմ վերջին պայքարը եղավ հիվանդանոցում։ Վերջին օրերը արդեն Ստեփանակերտում ադրբեջանական ոստիկանության մեքենաներն էին պտտվում, ամեն ուղղաթիռի թռիչքի հետ երկու ադրբեջանցի էր գալիս, իրենք չէին մնում տեղում, իրանք ուղղաթիռի կազմում գնում գալիս էին, բոլոր պացիենտները նրանց հսկողությամբ էին անցնում։ Պապան զանգեց, ասեց, մենք հենց հասնենք Ստեփանակերտ, դուրս ենք գալու, եթե հիշում եք, այս շրջանում լուրեր էր տարածվել, որ 30,000 բնակչություն որ մնա Արցախում, փակելու են, չեն թողնելու դուրս գան եւ այլն, ասեցի, մինչեւ հիվանդանոցը չտարհանվի, ես դուրս չեմ գալու։ Հանգամանքների բերումով բոլորը մնացին, որովհետեւ մեր ընտանիքում էլ եղավ կորուստ պայթյունի պատճառով եւ մնացինք։ Զոհվեց Հարսիս եղբայրը եւ այդ իրավիճակում դեռ բոլորը փնտրում էին, չէ, անկախ նրանից, որ բոլորը գիտակցում էին, որ ոչ մի բան այլևս չի լինելու, դեռ բոլորը հույսով սպասում էին։ Գիտեմ ընտանիք, երբ հայրը որդու դագաղը մեքենայի մեջ պետք է բերեր Երևան, բայց վարելիք չուներ եւ գնացել էր բենզին վերցնելու եւ բենզալուծակայանի պայթյունով ինքն էլ մահացավ, տղայի դիակը թողելով մեքենայի մեջ։ Եղբայրական գերեզմանոցը առավել առավոտյան եւ քաղաքը որոշակի հանգիստ էր, լսվում էր լացի ձայն, ոչ միայն նոր հուղարկավորվածներին, այլ նաեւ այն մարդիկ, ովքեր արդեն պիտի թողեին իրենց գերեզմանները դուրս գային։ Ես չկարողացա գնալ գյուղ, որովհետև Մարտունու շրջանը մնացել է շրջափակման մեջ։ Ես զանգեցի գյուղ, պապային ասեցի, խնդրում եմ ուղղակի վառի տունը, ասեց, քեզ թվում է հեշտ է վառել քո սարքած տունը։ Ասեցի, ես չեմ ուզում ամիսներ անց իրենց տեսահոլովակներում տեսնել իմ տունը։
ասեց քո համար հեշտ է ասելը, դժվար է վառել քո կառուցած տունը։ Ես չկարողացա գնալ իմ մանկություն, ես չկարողացա գնալ ու վերցնել ինձ իմ հետ։ Ես ինձ թողեցի Բերթաշեն։ Եվ ես ուզում եմ մեր կռիվը ավարտված չլինի։ Մենք հող չէ, որ կորցրել ենք։ Մենք տան համար չի, որ լացում ենք։ Մենք լացում ենք մեր պատմության համար, որ ջնջում են։ Մենք լացում ենք մեր անցյալի համար, որ այլևս ապագա չի լինելու։ Ես չեմ ուզում մենք դառնանք անցյալ։ Ես ուզում եմ մենք ունենանք ապագա։ Նորից մեր տան բակում աստիճանների վրա նստելու եւ մի խոր նավչայի տոլի։ Ես ամեն օր այդ մտքով քնում եւ արթնանում եմ, որ ես մի օր կլինեմ իմ տանը։ Thank you.